Բայց ես շնորհատու եթերում դուք դիտում եք տեսանկյուն հաղորդաշարի հերթական թողարկումը։ Տեսանկյան հյուրն է Շիրակի մարզպետը Դավիթ Արուշանյանը։ Բարի երեկո ձեզ, պարոն Արուշանյան։ Բարս։ Նախընտրական թեժ գարուն է, քաղաքական է։ Դրանից էր, որ մարզխորհրդին լայնված նիստ արեցիք, որովհետև վաղուց այդպիսի լիքը դալիճով նիստ չէի տեսել։ Ինչ պահանջներ եք ներկայացրել։ Նախընտրական պրոցեսների հետ կապ չուներ, մենք տարեվերջում չէինք արել մարզխորհրդին լայնված նիստ, այդ համ 25 թվականի ամփոփում էր, համ 2026-ի առաջի եռամսյակ, դրա համար ընդհանուր առմամբ մեծ նիստ կազմակերպեցինք, իսկ պահանջը, եթե կանք դեպի ընտրություններ, պահանջը միանշանակ մեկն էր, որովհետեւ բոլոր պետական կառույցները ուժայիններ ու ոչ միայն ուժայիններ ամենախստագույնս պահպանեն օրենքում կրված կետերը, որ այս նախընտրական պրոցեսներում որևէ խնդիր չառաջանա, որովհետև գիտեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար կարմիր գիծ է ընտրությունները ու ընտրությունների գործընթաց ամբողջությամբ։ Այսինքն սա վարչական լծակներին լծակ հավաքելու կամ վարչական լծակ ցույց տալու, այսպես ասենք, բան չէր։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կզարմանար, որ կամ չգիտեր, որ դպրոցները մարզպետարանի տիրույթում են պոլիկլինիկաները, այդտեղ վարչական լծակի որևէ խնդիր չունենք, իսկ եթե հենց այդ էր խնդիրը, որ մենք այդտեղ հենց բոլորին հորդորում ենք, որ լինել միայն ու միայն օրենքի սահմաններում եւ շատ ու շատ կառույցներ կան, որոնք պիտի լինեն աբաքաղաքական, որովհետեւ ամեն դեպքում եթե մենք չենք քաղաքականությունը մտցնում շատ ու շատ կառույցներ, միևնույն ժամանակ շատ ավելի խիստ թույլ չեմ տալու, որ որևէ այլ կուսակցություն քաղաքականություն մտցնի այն վայրերը, որտեղ չի կարելի քաղաքականություն մտցնել։ Պոլիկլինիկաների, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի աշխատողների աշխատավարձն եք բարձրացրել, ձեր հանձնարարությամբ եղել։ Ինչ հիմնավորումներով, գնահատումներով, երբ արդեն քաղաքական շրջանակներում համարում են նախընտրական խայծ, բոնուս։ Տեսեք, չեմ ասում ընտրակաշարք։ Չէ, դե բնականաբար ընտրակաշարքի մասին խոսք լինել չի կարող, մենք այդ քաղաքական ուժը չենք, որ ընտրակաշարքով զբաղվենք։ Նախընդհանուր առմամբ շատ քիչ քաղաքացիների աշխատավարձ է բարձրացվել, օրինակ թանգարանում 20 թե 30 հոգու, ով վստահ եմ, որ որևէ մեկը չի մտածում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն խնդիր ուներ 20 ձայնի։ Հասկանում ենք ընտրությունները ամսի 8-ը ցույց կտա թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության ինչքան քաղաքացիներ են վստահում։ Այդ ուղղակի մենք հաստիկացուցակը հաստատել էինք տարվա սկզբում, թե պոլիկլինիկաների, թե ամբուլատորիաների ու թանգարանի, ուղղակի դա եռամսյակը ամփոփեցինք, թե ինչ ֆինանսական հոսքեր են եղել, որովհետև գիտեք առողջապահության համընդհանուր ապահովագրությունը մեծ հոսքեր է ապահովում նաև պոլիկլինիկաներին։ Միայն մի թիվ ասեմ, 2025 թվականը մեր պոլիկլինիկաները 100 միլիոնից ավել պարտքով են փակել, իսկ այս եռամսյակում պարտքերը 6 պոլիկլինիկաների Գյումրի 80 միլիոնով նվազել էր, մոտ 25-26 միլիոնի սահմաններում էր, եւ այդ ֆինանսական միջոցները թույլ տվեցին, նաեւ կուտակված ֆինանսական միջոցները թույլ տվեցին մեզ աշխատավարձների վերանայում անել, ու այդ աշխատավարձները վերանայվել է մինչեւ 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձանց, որտեղ այնտեղ մենք ունեինք մարդիկ, որոնք մինիմալ աշխատավարձ են ստանում 80,000, 90,000, իսկ այն ծանրաբեռնվածությունը, որը կա, ամբողջությամբ հենց այդ ներքին ուղղագի աշխատակիցների վրա է։ Այնտեղ մատենավարներ ունենք, այնտեղ օպերատորներ ունենք ու տարբեր աշխատակիցներ ունենք, որոնք այդ ծանրաբեռնվածությունից ուսերին են տանում։ Մենք Շիրակի մարզում 3 ամսվա ընթացքում միայն պոլիկլինիկաներ եւ ամբուլատորիաներ սպասարկել են 110,000 քաղաքացու։ Գյումրիի բժշկական կենտրոնի մասին չեմ խոսում, խոսում եմ միայն մեր կառույցների մասին։ 110,000 քաղաքացու է սպասարկվել, հասկանալի է, որ այդտեղ բոլոր աշխատակիցները խիստ ծանրաբեռնված են եղել։ Եվ մի փոքր բարձրացնել իրենց աշխատավարձը, որովհետեւ կողմը մի փոքր համահունչ լինի իրենց արած աշխատանքը, իմ կարծիքով արդար է։ Այդ մի փոքրը չէր եղել արդեն առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումով։ Շնորհակալություն, որ դա եղավ եւ որոշակի ֆինանսական, այսպես ասենք, բարելավումներ եղան հաստատություններում։ Տեսեք, եղել էր բնականաբար այն աշխատակիցներին, որոնք բժիշկներ էին, նեղ մասնագետներ եւ քույրեր էին, բայց վարչական
աշխատակիցների համար չէր եղել, սպասարկող անձնակազմի համար չէր եղել, իրենք իրենց բժիշկները, քույրերը, ներմասնագետները, իրենք սպասարկող ամեն մի խորհրդատվության կամ այդ մուտք եղած գումարներից իրենք իրենց մասնաբաժին ունեն, քույրերն ու բժիշկները չունեին, մենք նաև խորհրդակցություն կազմակերպեցինք եւ որոշեցինք, որ X% այդ գումարից նաև գնալու է հենց կոնկրետ քաղաքացուն սպասարկող բժիշկին եւ քույրին, բայց այդ տոկոսային հարաբերությունն է։ Նաև այնտեղ խնդիր ունեին ռենտգենի մասնագետները, լաբորատորիայի մասնագետները, որոնց աշխատավարձները չէր բարձրացել, մենք նույնպես տոկոսային հարաբերություն դրեցինք այդտեղ, որովհետեւ իրանք էլ իրենց երած աշխատանքից նաև եկամուտ ունենան եւ մնացել էր այդ ամբողջ կոլեկտիվից մնացել են սպասարկող անձնակազմը, երևի թե ամենախեղճ խավը, այդպես ասեմ, որովհետեւ մարդիկ շատ չարճարում են ու շատ քիչ աշխատավարձ են ստանում, այդ առումով նկատի ունեմ այդ խեղճը ասելով ու հենց իրենց աշխատավարձը հաստիգացուցակով իրենցը բարձրացվեց։ Արձակուրդ եք գնում, բայց ոչ հանգստի նպատակով կուսակցության նախընտրական շտաբն եք ղեկավարելու, փաստորեն վստահում են սրանից ամիսներ առաջ ձեր պաշտոնից հեռացնելու մասին էր խոսվում։ Դե այդ խոսակցություններ էին, այս բազմիցս մեկնաբանել եմ, այդ խոսակցություններ էին, որոնք բնականաբար տեսնում ենք, որ որևէ աղերս չունեն իրականության հետ, բնականաբար մեր կուսակցությունը ու վարչապետը մեր թիմը ամբողջությամբ վստահում է ինձ եւ մենք շարունակում ենք մեր աշխատանքը եւ նախընտրական process-ները, այո, մարզի նախընտրական շտաբը ղեկավարելու եմ ես։ Պաշտոնից հեռացնելու, այսպես ասած, չեք վախենում, որովհետեւ նշել եք պատվաստում եք ստացել, իմունիտետ ունեք, բայց գիտեք չէ, որ այդ պատվաստումները իրենց որոշակի ազդեցության ժամկետ ունեն։ Հասկանում եմ, բայց չեմ վախենում, ոչ մի անգամ չեմ վախեցել պաշտոնից զրկվելուց, որովհետև ի սկզբանե ասել եմ, հետս չեմ բերել, հետս չեմ տանելու, պաշտոնը ուղղակի գործիք է, այդ ժամանակահատվածում, երբ որ քո ձեռքերում է այդ գործիքը, հնարավորինս լավ բան անես քո քաղաքի, քո մարզի, քո երկրի համար, ես էլ առիթը բաց չեմ թողնում ու հնարավորինս օգտագործում եմ այդ գործիքը։ Բավականին, այսպես ասենք, շինարարական մի փոքր ակտիվություն է սկսվել, փողոցաշինություն, միայն եվրոպական պատվիրակության սպասվելիք այցերն են, որ հենց այդպես արագ Բագրատունյա ծողակով, Հաղթանակի պողոտայով, Վարդանանց հրապարակի մի հատվածով սկսվեց բավականին լավ ակտիվ շինարարություն միջին հիմնանորոգում։ Երբ այդտեղ արդեն փոսային նորոգումներ էին արվել։ Տեսեք, մենք չգիտեմ միայն գյումրեցիներին է բնորոշ, թե այլ մեր համայնքներին էլ է բնորոշ, ամեն լավ բանի մեջ փորձում ենք մի հատ բան տեսնել ու աղմուկ բարձրացնել։ Նախ պետք է շատ հբարտ լինենք, որ նման միջոցառումը, որը անցկացվելու է առաջի անգամ Հայաստանում 50 երկրի պատվիրակությունները, այդ թվում շատերը առաջի դեմքերի մագարտակով գալիս են Հայաստան, եւ երկրորդ կարողանում ենք մենք այդ պատվիրակությունների մեջից մարտիկ հրավիրել նաեւ Գյումրի ու ընդունել Գյումրի, ու վերջի աշխարհին նաեւ Գյումրին ենք ցույց տալիս, մենք զբոսաշրջության մասին ենք խոսում, մենք տնտեսական ակտիվության մասին ենք խոսում, ու երբ որ այդ միջոցառումներից համաշխարհային մասշտաբի միջոցառումներից ինչ որ մի մաս կարողանում են կառավարության հետ քննարկումների արդյունքում կազմակերպել նաև Գյումրիում, այդտեղ փորձում ենք մենք ինչ որ բացասական բաներ գտնել, իսկ Բագրատունյա օղակը, այո, այնտեղ աշխատանքները սկսել էր քաղաքապետարանը, երբ որ արդեն այդ բանակցությունները ընդհանուր որոշվեց, որ մի մաս Գյումրիում ենք ունենալու, ես անձամբ քաղաքապետի դեմ զրուցել, ասել որ դադարեցրու այդ աշխատանքները, որտեղ ամեն դեպքում գումարներն ափսոս են, այդ փոսալացումները կարող են այլ տեղերում անել, որտեղ մենք հիմա այնտեղ ամբողջական աշխատանքներ ենք տանելու, իսկ ինչի են զարմանում են մարդիկ, թե ինչի ենք մենք որոշել, որ մեր համաշխարհային հյուրերին Գյումրեցուն հարիր ենք դիմավորելու կամ ինչ կա այդ զարմանալու, եթե ոչ հբարդանալու։ Ու Բագրատունյա ծողակը ոչ միայն Բագրատունյա ծողակը, այդ որ ամբողջովն էլ քաղաքը նաև տարբեր միջոցառումներ են լինելու,
զարմանալու բան, որովհետեւ չեմ տեսնում ու երևի նախանձախնդրությունն է, որ փորձում են նաև այդտեղ բացասական բան գտնել։ Իսկ շինարարական բումը տեսնում ենք մենք ինչի մասին որ պիտի խոսեմ, մեր քաղաքացիները միանշանակ դժգոհելու են, որովհետեւ ես էլ եմ իրանց հետ համաձայն, մենք էլ դժգոհում ենք ու այդ դժգոհելու արդյունքում նաև աշխատանքներ են տանում այդ խնդիրները լուծելու։ Շիրակազի փողոցը ամբողջությամբ քանդված է, բայց այդ քանդված կառավարության միջոցներով ամբողջությամբ կառուցվող փողոց է եւ ես հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, մենք ինչի համար ենք ասֆալտապատված ճանապարհներին խնդիրներ ունենում տարիներ անց, որովհետեւ կոմունիկացիաների տակից էր չենք տալիս, մենք միայն ասֆալտն ենք փոխում։ Մի քիչ ցկցկ, այսինքն չէ ցկցկվել գործընթացը եղանակային պայմաններն են, Հիմի կառավարության հետ քննարկումների արդյունքում հասել ենք այն կետին, որ գոյուղին էլ պիտի փոխվի։ Հիմինտեղ այդ աշխատանքներն են տարվում, նախագծման աշխատանքներն են տարվում, գազը ամբողջությամբ փոխեց, ջուրը փոխեց, այսինքն իմ խնդիրը այն է, մեր գործընկերների առաջ դրված, որ մենք ամբողջ ասֆալտի տակի կոմունիկացիաները թարմացնենք, նոր ասֆալտ անենք, որ չլինի մի 2 տարի հետո նորից սկսենք այդ փողոցները քանդել, որ ասֆալտ գոյուղիներ փոխենք։ Հիմա այդ գործընթացի մեջ ենք, նույն process-ի մեջ Լազոյի փողոցն է Նորավան թաղամասում, էլի չկար նախագծի մեջ, ասացին, որ շատ վատ վիճակում է կարող է որոշ ժամանակ հետո, հիմա տեղանախագծային աշխատանքներն արել վերջացրել ենք, այդտեղի գոյուղիներն էլ ամբողջությամբ փոխվելու է։ Այսինքն այն աշխատանքները, որոնք արվում են ու քաղաքացիները գուցե տեսնում են ու քանդել ու թողել ենք, քանդել թողնելու տակը շատ բաներ կան, մեր թիմը, մարզպետի աշխատակազմը, կառավարությունը, նախարարությունը մշտական աշխատանքների տակ է յուրաքանչյուր հարցը արագ լուծելու համար։ Մենք անի թաղամասի մասին քանդել թողնելու մեջ դա էլ է անի թաղամասը տարբեր այլ ծրագրեր են եղել այդ KFW-ի խմելու ջրամատակարարման համակարգի աշխատանքն է տարվել, բայց այն աշխատանքները, որ արդեն սկսվել են, այսինքն անի թաղամասն ու ավստրիական թաղամասը ամբողջությամբ մեծ ծրագիր է, ՎԶԲ-ի վարկային ծրագրով, դեռ այդ վարկային ծրագրի մի մասն էլ հաստատել ենք նաև այն ժամանակ, երբ որ պատգամավոր եմ եղել ու ես ինքս էլ եմ քվեարկել այդ վարկային ծրագիրը ավելացնելու շուրջ ու մենք արդեն սկսել են չափագրման աշխատանքները, գեոդեզիան են դեղանում քաղաքացիները բարբերաբար կտեսնեն այն մարդկանց, որոնք այդտեղ աշխատանքներ արում, ցկցկվեց, այո, շատ ցկցկվեց ու այդ քաղաքացիների համար միշտ ասել եմ, թե ազգային ժողովի ամբիոնից, թե խորհրդակցությունների ժամանակ, թե հիմա ինքը մեր քաղաքացիների համար ընդհանուր առմամբ լրիվ մեկ է, թե մենք ինչ թղթաբանությամբ ենք զբաղվում։ Իրանք էլ այդ ցեխի միջով են ասնում, էլի, բայց միջազգային դոնորներ են, միջազգային գումարներ են, մրցույթները միջազգային են, այն ինչ կարելի է Գյումրիում անել 10 կամ 15 օր տնել, միջազգային մրցույթները շատ ավելի երկար ժամկետներով են եւ տարբեր process-ներ են կանցնում մենք մինչեւ կարողանում ենք դա անել, բայց միևնույն ժամանակ ասեմ, որ Խորենացի փողոցը եւս մենք նախարարի հետ քննարկում ենք ունեցել, ես առաջարկել եմ, որ Խորենացի փողոցը եւս այսինքն Շիրակացին, որ անենք վերջացնենք, շարունակությունը մինչև 58 թաղամասի վերջը, որ մայիսյան ենք գնում, այդ հատվածը մնում է Խորենացին ամբողջությամբ։ Այդ ոչ ՎԶԲ-ի ծրագրի մեջ էր, ոչ Շիրակացու հատվածի մեջ էր։ Ինչի՞ դա ՎԶԲ-ում չկա։ Որովհետև ինքը միջպետական ճանապարհ էր, որպես այդպիսի նախագծի մեջ չկար, քննարկել եմ այդ հարցը նախարարի հետ, հիմա արդեն քաղաքապետարան ներկայացուցիչներն էլ Երևանում խորհրդակցություն են ունեցել նախարարի մոտ եւ որոշում է կայացվել, որ դա էլ են անելու, հիմա դրա մրցույթի փուլն է եւս, որ միանգամից Խորենացի փողոցն էլ ամբողջությամբ ասֆալտապատում անենք։ Այսինքն աշխատանքներ գնում են ու մեր նաև ծմերը հաշվի առեկել է ամեն դեպքում այնպես չի որ մենք Ձեր ասացի նման անի թաղամասի բնակչին հետ չէ հետաքրքիր չէ այդ փաստաթղթավորումները, մրցույթների անցկացումը։ Հիմա հետաքրքիր է իմանալ ինչքան կտևի մրցույթների անցկացումը, հետաքրքիր է իմանալ ինչ է լինելու այս տարի ՎԶԲ-ով։ Ճիշտն ասած, ես անցյալ տարվանից հենց ամեն առաջի խորհրդակցումս մարզպետարանում երևի առաջիններից մեկը եղել է հենց անի թաղամասը, որովհետև դեռ պատգամավոր եղած ժամանակվանից եմ զբաղվել դրանով։
ու այս ամբողջ ժամանակահատվածը թղթաբանության հարցերն ենք լուծել ու հիմի հասել ենք այն կետին, որ անի թաղամասի նախագծման մրցույթն ավարտել ենք, մի նախագծողը ու դրսի ընկերությունը ոչ հայկական ինքը սկսել է աշխատանքները, մի գեոդեզիստներն են այնտեղ աշխատում, բայց իմ առաջարկը կառավարությանը եղել է այն, որ եկեք չսպասենք, որ անի թաղամասը ամբողջությամբ նախագիծ լինի, որ դրանից հետո նոր շինարարություն անենք, եկեք բաժանենք մասերի, որտեղ ամեն դեպքում այդ մեծ թաղամասը նախագիծ անելը շատ ավելի երկար ժամանակ է, եկեք մասնատենք դա փողոց անենք կամ մի քանի մասերի այդ մեծ թաղամասը բաժանենք, որ կարողանանք այս տարին չկորցնենք, ինչ որտեղ շինարարություն էլ սկսենք, բայց նախագծման աշխատանքները եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, սեպտեմբեր մինչև կավարտեն ամբողջությամբ պայմանագրի եթե չեմ սխալվում ժամկետները մինչև սեպտեմբեր հոկտեմբեր։ Դրա համար ուզում եմ մենք մասերի բաժանենք, որ չսպասենք, եթե կարողանում ենք օրինակ դա ճարտարապետը անեն վերջացնեն, չսպասենք մինչև հասնեն պարուր սևակն է վերջացնեն, նոր մրցույթ անենք։ Պարոն Արուշինյան, վարկերի տոկոսները բաղով է փակում։ Երբ այսքան ժամանակ ցկցկվում է շինարարությունը։ Վարկերի միջոցները փակում, նախ չի ցկցկվում շինարարությունը որպես այդպես, այդ միջազգային ընթացակարգն է, որով մենք գնում ենք։ Օրինակ, այդ չեմ կարող ասել, կառավարությունն է վարկային այդ միջոցների ներգրավումը գուցե եւ քանի որ նաեւ իրենք անմիջական մասնակցություն ունեն, գուցե եւ այդ վարկային միջոցների վրա տոկոսներ չի աշխատում այնքան ժամանակ, քանի դեռ այդ գումարները չեն տվել։ Տրամաբանորեն հաստատված է, օքեյ, կառավարությունը հաստատումը տվել է, որ մենք պատրաստ ենք վերցնելու այդ միջոցները, բայց դեռ գումարը չեն տվել, որպես այդպիսի տրամաբանորեն ես պատկերացնում եմ, որ դրա տոկոսներն էլ չի աշխատում, քանի դեռ այդ գումարը բանկում է։ Շատ լավ։ Նոր նշեցիք, որ Բագրատունյա ծուղակում շինարարությունը սկսելուց առաջ խորհրդակցել եք, զրուցել եք քաղաքապետի տեղակալի, քաղաքապետի պարտականությունները կատարող պարոն Առաքելյանի հետ։ Փաստորեն համակարգված աշխատանք կա քաղաքապետարանի հետ։ Առերևույթ թվում է, որ մարզպետարան, քաղաքապետարան հեչ չի ստացվում համագործակցային եւ հաղորդակցված աշխատանքը։ Ուզում եմ իմանամ քաղաքական դիրքորոշումները ինչքանով են խանգարում քաղաքային լիքը խնդիրների լուծմանը։ Իմ համար առաջնայինը քաղաքի խնդիրների լուծումն է, առաջնայինը քաղաքացու, գյումրեցու, ընդանուր Շիրակի մարզի բնակչի կյանքի որակի փոփոխությունն է, իսկ քաղաքական տարաձայնությունները ընդհանրապես դիչխանգարեն են գործընթացներին, որը արվում է իշա քաղաքի։ Բնականաբար մենք որևէ քաղաքական գաղափարների հադում չունենք, կառավարություն աշան այլ ճանապարհով ենք մենք գնում, այլ պատկերացումներ ունենք մեր երկրի ինքնիշխանության, մեր երկրի սահմանների տարածքային ամբողջականության մասին, այդտեղ քննարկելու որից է բան չունենք, իսկ այն հարցերում, որը իշա քաղաքի է, այդ հարցերում մենք խաչվող կետեր ունենք եւ բնականաբար նաեւ աշխատում ենք քաղաքապետարան, մարզպետարան համատեղ աշխատանք է գնում, որովհետեւ իմ համար այդ գումարները, որը քաղաքապետարանը օրինակ Բագրատունյաց պողոտայում դե ավելի նոր ծախսեր, մեր քաղաքացիների վճարած տուրքերից էր։ Ու եթե կարողանում եմ մի օր շուտ այդ հարցը բարձրաձայնել, որ այդ գումարները չփոշիանան, այլ տեղ գնան, միանշանակ անելու ենք առանց նայելու քաղաքական մեր տարաձայնություններին։ Տարաձայնությունները ել եմ ասում Հարություն Աշյան հակառակ է, մենք գոնե մեր ինքնիշխանության մասին Հարություն Աշյան հակառակ պատկերացում ունենք։ Ձեր հայտարարությունը երեք գնահատվեց անզգույշ, որ կարող եմ ասել, քաղաքի թիմ կառավարումը, Գյումրիի թիմ կառավարումը տապալված է։ Ձեզ պարոն Մանուկյանը քաղաքապետի տեղակալը խորհուրդ է տվել ոչ թե նման կոշտ, կոպիտ պատասխան տայեք, ասեք ինչով աջակցեց Շիրակի մարզում գտնվող խոշոր քաղաքային իշխանություններին որպես մարզային կառույց։ Ինչ աջակցություն է ցուցաբերել, որ մենք չենք ընդունել։ Հետո նոր թիրախավորվեինք։ Նախ լսել եմ, ուղարկել եմ պարոն Մանուկյանի արձագանքը իմ ասածին, բայց կոշտ ու կոպիտ չէր, իրականում ճիշտն էր, այն ինչ որ կար, ես պարոն Մանուկյանը ասում ինչով ենք մենք աջակցել քաղաքապետարանին, մենք որպես այդպիսի քաղաքապետարանին աջակցելու բան չունենք, մենք ունենք քաղաքին աջակցելու այն աշխատանքները, որոնք արվում են, իշա քաղաքի են արվում եւ բնականաբար շատ հարցերում նաեւ քաղաքապետարանն է որպես քաղաքի կառավարող մարմին այդ ամեն ինչի մեջ իր շահը ունի
եւ շատ ու շատ հարցեր կա ես որպես գյումրեցի Ինչն է վատ, դժգոհության շեշտադրումները որտեղ են, ինչն է վատ։ Դժգոհության շեշտադրումները, գիտեք, քաղաքի ես չեմ ուզի հիմա մենք մեր խոսակցությունը տանենք այն դաշտ, որ մենք քննադատում ենք քաղաքապետարանը քննադատում է մարզպետին կամ մարզպետարանին ու կառավարությանը, որովհետև այդ ոչ միտեղ չտանող ճանապարհ է, քննադատությունը Գյումրին տեսնում է, գյումրեցին տեսնում է, այդտեղ որպես այդպեսի շատ բան չկա էլ ասելու, քաղաք դուրս գալուց արդեն ամեն ինչ պարզ է ու կառավարման ծախողման մասին կամ կառավարման տապալման մասին ես չէ որ պիտի խոսեմ, այդ ամբողջ Գյումրին է խոսում, իսկ Ցուցիչը փողոցների վիճակն է, գիտեք քաղաքապետարանի ցուցիչը տրանսպորտի աշխատանքն է, չէ, տեսեք, քաղաքապետարանի աշխատանքը մենք երևի թե քաղաքապետի աշխատանքը մենք երևի թե ճիշտ չենք պատկերացնում ընդհանուր քաղաքապետարանը քաղաքի կառավարիչն է ու քաղաքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների կիզակետում դիլինի քաղաքապետարանի արած աշխատանքը քաղաքապետարանը չունի քաղաքապետարանի մեջ միայն ճանապարհաշինության բաժին։ Ինքը ունի կրթության բաժին, ինքը ունի սեփական եկամուտների հավաքագրման բաժին, ունի սպորտի բաժին, ունի բազում բաժին, քաղաքաշինության բաժին, բազում բաժիններ կան ու քաղաքի Բայց ցուցանիշը վատ չի եղել, չէ՞, սեփական եկամուտների հավաքագրումը։ Սեփական եկամուտների ցուցանիշը համաձայն է, նախ 100%-ից ցածր էր, բայց չեմ կարող ասել, որ շատ վատ էր, 90 քանի տոկոս էր, բայց ամեն դեպքում սեփական եկամուտների ցուցիչը այդքան էլ վատ չէր, բայց միայն էլ եմ ասում, սեփական եկամուտների խնդիրը չէ, բայց եթե ուզում են մեր քաղաքապետարանի գործընկերները ցույց տան, որ քաղաքապետարան, մարզպետարան համագործակցություն չի ստացվում, մենք կարող եմ ասել, որ մենք այդքան էլ այդպես չի, որովհետև նույն անի թաղամասի հարցում շատ հարցեր քննարկվում են, այս մեր հյուրերի հարցում քննարկվում են Բագրատունյա ծողագի, 3 մանկապարտեզ ենք մենք Շիրակի մարզում ուղի մարզպետարանի վերահսկողությամբ հիմնանորոգում անում, վերջ այդ մանկապարտեզներից 2-ը Գյումրիում են, ում են պատկանում այդ մանկապարտեզները, էլի քաղաքին մարզպետարանը չունի, նույն պարոն Մանուկյանը նաև ասում էր պոլիկլինիկաները, մենք երկրորդ պոլիկլինիկայի շինարարական աշխատանքներն ենք արդեն սկսում, շինարարը կա ու մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք տեղափոխման հարցն ենք կարգավորում շտաբօգնության ու երկրորդ պոլիկլինիկայի, այսինքն բաներ կան, որոնք ասում են իրականության հետ այդքան էլ աղերս չունեն ու չէ էլ ուզենա, որ մենք դրան անդրադառնանք։ Ես ու մարզպետի աշխատակազմը եւ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ աշխատանքները Գյումրիում արվել են, արվում են ու շարունակվելու են անել, որովհետև այդ գյումրեցիների համար է։ Դժգոհությունները կան, շատ տեղին են դժգոհությունները, բայց պետք է նաև պատկերացնենք, որ մարզպետը շատ այդքան էլ լիազորություններ չունի, օրինակ փոսալցման հարցեր քննարկելու կամ տրանսպորտի ժամը վերահսկողության գործառույթներ ունենք բնականաբար, պարբերաբար նաև այցեր ենք ունենում, բայց օրինակ ավականին է որոշում, թե տրանսպորտի միջև ժամը քանիսը աշխատի եւ այդ տրանսպորտը ինչ ձևով սպասարկի քաղաքացիներին, աղբանության հարցում ավականիներն են որոշում, բայց ինչ ասում եք այդ տիրույթներում վատ է, գործերը վատ են։ Ես կարող եմ արձանագրել այն ինչ մեր քաղաքացիներն են խոսում ու այն ինչ մենք տեսնում ենք ինքներս, քաղաքաշինության հարցերում էլի շատ ու շատ դժգոհություններ են հասնում մեզ, որ փաստաթղթերի ուշացման եւ այլ նույն մշակույթի բաժնով գուցե ես մի չեմ ուզում քաղաքապետարանի քննադատել, էլի եմ ասում, մենք շատ հարցեր համատեղ աշխատանքի արդյունքում իշա քաղաքի ու իշա գյումրեցու լուծում ենք։ Այո, ինչպես ստացվեց, որ մի քանի օրում կարելի է Բագրատունյա ծողակի ամբողջ, այսպես ասած, հիմնանորոգումը կազմակերպել, ինչ կլինի մյուս փողոցներին էլ աջակցեք, հանրականով դրան կարելի փոխկապակցված աշխատանք։ Տեսեք, մենք աջակցում ենք ու մենք ոչ թե աջակցում ենք, այլ մեր աշխատանքն ենք անում Շիրակացի փողոց, Բագրատունյաց փողոցը ասեցինք արդեն, Խորենացի փողոց, Լազոյի փողոց, 58 թաղամասը ամբողջությամբ, ավստրիական թաղամասը ամբողջությամբ, այդ ուղիղ կառավարության միջոցներով է դա ամեն ինչն արվում կամ վարկային միջոցներով, որոնք փակում են կառավարությունը։ Այդ ու շատ այլ մանկապարտեզները երկու, որի մասին խոսում եմ, իդեպ դրանք ասում եմ այն բաները, որոնք Այսինքն որտեղ պետական ծրագրեր են, ֆինանսական ներդրում կա։ Չկա մի ծրագիր, որ պետական աջակցությունը չլինի այդ ծրագրի մեջ։ Սուբվենցիոն ծրագրերով Շիրակի մարզը ընդհանուր առմամբ
37 միլիարդ 463 միլիոն 18 թվականից մինչև 26 թվական աշխատանքներ է տարվել, միայն 15 միլիարդը Գյումրին է։ Այդ սուբվենցիոն ծրագրերի տոկոսային հարաբերությամբ նայած ինձ ծրագիրը 70% լինում է 50%, 60% կառավարությունը ինքն է գումարները տալիս։ Դոտացիաները 17 թվականին միլիարդ 700 է եղել Գյումրի։ Կառավարության որոշվեց 26 թվականին 4 միլիարդ 453 միլիոն է, այսինքն 3 անգամից ավել դոտացիաներն աճել են։ Այդտեղ բերել էլի ասել, որ կառավարության օգնությունը, միջամտությունը չկա, ավելին ասեմ, չկա նաև մեր քաղաքապետարան, մարզպետարանի գործընկերները իրար հետ համատեղ աշխատում են, չկա մի սուբվենցիոն ծրագիր, որ օրենքի սահմաններում սուբվենցիայի տրամաբանության մեջ լինի ու ինքը մերժվի կառավարության կողմից։ Բոլոր հաստատում փողոցաշինականները շատ են սուբվենցիոն փաթեթներով, բայց մի հատ լավ ծրագիր է ներկայացվել 26-ի համար, դեռ չհաստատված է 100 սոցիալական բնակարանների շինարարություն։ Իրատեսական է, որ սա կլինի հաստատվող ծրագիր։ Չեմ կարող ասել հստակ, բայց մենք էլ ենք փորձում այդ ուղղությամբ աշխատանքներ, բայց սուբվենցիայի տրամաբանության մեջ բնակարանաշինությունը չի մտնում։ Եթե տոկոսային հարաբերությամբ ավելի շատ համայնքային ներդրում պահանջվի, ինչքանով է դա իրատեսական իրականացնել։ Սուբվենցիան իր տրամաբանությունն ունի։ Ճանապարհաշինություն, ջուր, մեր առաջնահերթություններից մեկը կլինի ոռոգում, կլինի ջրամատակարարում, կլինի ջրամբար, հասարակական ընդանուր տանիքներ, գազ, լուսավորություն, մանկապարտեզ, սպորտ դպրոցներ, մշակույթի տներ, բայց ինչքանով որ ես եմ տեղակ, իհարկե քննարկում ենք մենք տեղակ եմ, այդ համագործակցությունը չկա, որտեղից ենք տեղակ, ոնց ենք աշխատում, ոնց ենք փորձում օգնել, որ այդ խնդիրը լուծվի, ասենք ասելով չէ, ու այդ համագործակցության չլինելը իդեպ չի բխում քաղաքապետարանի շահերից, համագործակցության լինելը բխում է ուղիղ քաղաքապետարանի շահերից, որտեղ մենք մեր անելունը էլի անելու ենք, մենք կառավարության միջոցները էլի տնելու ենք Գյումրիում, ուղղակի այդտեղ եթե չունենանք համագործակցություն, այդտեղ որպես այդպեսի այդքան դժողը մենք չենք լինել։ Պարոն Արոշանյան, թեկուզ մարզխորհրդի նիստերում, թեկուզ ընդհանուր քննարկումներում որոշակի շարունակ կազմակերպվող տնտեսական արդյունքների մասին շատ քիչ ենք խոսում։ Արտադրանք, հավելյալ արժեք, արտադրություն, համախառն ներքին արդյունքում արտադրական պոտենցիալ ինչպիսին է մարզի, երբևէ չի քննարկվում։ Այսօր օրինակ էկոնոմիկայի նախարարն էր հանդիպել Շիրակի մարզպետարանում տեղի գործարանների հետ եւ այս տնտեսական ակտիվության մասին չեմ տեսել, որ մենք մի հատ արտադրական ընկերություն բացենք, ասենք նոր աշխատատեղեր ստեղծվեցին, աշխատատեղերի թեման։ Տեսեք, աշխատատեղերի թեման մենք միշտ ասել ենք, կառավարությունը աշխատատեղեր գործարան բացող չէ։ Կառավարությունը ստեղծում է պայմաններ, որպեսզի գործարանները ներդրումներ անեն ու ներդրումների շրջան։ Նախ ամենաառաջինը կառավարության միջոցներով արվող աշխատանքները հենց ներդրում են շինարարական ոլորտում։ Մենք 25 թվականը միայն 29 միլիարդ շինարարություն եղել Շիրակի մարզում, որը ի դեպ 24 թվական դպրոցաշինություն, մանկապարտեզ, ընդհանուր առմամբ ծրագրերը իդեպ ոչ սուբվենցիոն ծրագրերը 18 միլիարդ են եղել, որ ասում են 50 միլիարդի շինարարություն էր գնում 25 թվականին, 50, այդ արդեն կառավարության կողմից ներդրում է աշխատատեղեր ստեղծելու։ Երկրորդ ամենակարևոր մասը, որը մենք չենք տեսնում, այդ կառավարության աջակցման ծրագրերն են։ Իսկ խնդրել է էկոնոմիկայի նախարարին, որպեսզի հանձնարարեր ինձ ուղարկեին 18 թվականից Շիրակի մարզում պետական աջակցման ծրագրերից օգտվող ընկերությունները եւ գումարները, ես ձեզ ասեմ, ահռելի գումարի մասին եմ խոսելու հիմա, մենք 4 միլիարդ 500 միլիոն դրամ աջակցման ծրագրերից են օգտվել մեր ֆերմերները, սկսած մեղվապուծություն, լիզինգային տեխնիկայի ձեռքբերում, խելացի անասնակոմներ, տոմային անասունների ձեռքբերում, գարնանացան եւ այլ 4 միլիարդ 500 միլիոնի մասին եմ խոսում։ Ես դրա մեջ չի մտած մեր խոշոր գործը։ Գյուղատնտեսական մարզ ենք նայել։ Դրա մեջ չի մտած այն խոշոր ընկերություններն, ինչպիսին են Lentex-ը, Bellissimo-ն, ունեմ իմ մոտ Armtex-ը, Ռեզակարյան ՍՊ-ն,
Սվետտեքսը այդ ընկերությունները չկային դրա մեջ, իսկ այդ ընկերությունները վերցրել են կառավարությունից, օգտվել են մաքսատուրքի արտոնությունից, ավելացված արժեքի արտոնությունից, մոտ 6 միլիարդ դրամի մասին էլ այդ Lentex ընկերությունը 318 միլիոնից ավել կառավարության կողմից աջակցություն է ստացել, բայց այդ աշխատատեղերի ստեղծման պայման չէ կառավարության կողմից, այլ ընկերություններ ունեն 247 միլիոն, 68 միլիոն, 350 միլիոն, այսինքն կառավարությունը հնարավորություն է տալիս գործարարին, կարելի ասել հենց այսքան ներդրում է արել այդ ընկերության մեջ, որովհետեւ այդ ընկերությունը կարողանա մեծանալ, զարգանալ ու նոր աշխատատեղեր ստեղծել։ Մենք այս երկու ծրագրերն իրար միայն էկոնոմիկայի նախարարության էս ավելացված արժեքի հարկ մաքսատուրք եւ գյուղատնտեսական շատ ու շատ այլ ծրագրեր մոտ 10 միլիարդի մասին եմ խոսում։ Այդ հենց այն ներդրումն է ուղիղ Շիրակի մարզ, որը բիզնեսին է ուղղված եղել ու բիզնեսը կարողացել է զարգանալ, աճել ու նոր շուկաներ ցեղ բերել։ Այսօր մենք չեմ վախենա այդ գովազդը լինելու թե չի լինելու այդքան էլ էական չի, բայց այս ընկերությունների շատերը արտահանում ունեն։ Lentex-ն արտահանում ունի, Svettex-ը արտահանում ունի, մենք Արտիգում ելագի ջերմոցներ ունենք, Բելիսիմոն արտահանում ունի, այսօր Գյումրու ընկերություններ կան, որոնք արտահանումներով են զբաղված ու ներմուծման արտահանման համար կառավարությունը շատ մեծ ֆինանսական միջոցներ է ներդրել այդ ընկերությունների մեջ։ Մաքսայինի աշխատանքը իսկապես այն տնտեսական տեղաշարժը, որ սպասում էինք ակտիվությունը, ապահովեց այս քաղաքում։ Ապահովեց այս քաղաքում բնականաբար, բայց գիտեք ինչ որ մի բան էր, որ մեր մոտ լինում է, միանգամից մի հատ բում է լինում, եւ սկսում են շատ մեքենաներ բերել, այս ժամանակ շատ արագ մենք ակտիվությունը տեսնում ենք։ Հետո որ մի քիչ իջնում արդեն կանգնում է իր ստաբիլ վիճակին, մենք այդ ակտիվությունից հետո նկատում ենք пассивությունը, ասում ենք վայ լավ չէ մաքսատան այստեղ բերել, բայց ի սկզբանե մաքսատունը այստեղ չէր բերել, որ օրական 1500 հատ մեքենա մաքսազեր դրինք, իր ստաբիլ թիվը կար, հաշվարկած, ուղղակի այդ պահին ստացվեց այնպես թե աշխարհակաղակական իրավիճակները, թե ներքին իրավիճակը, որ միանգամից բում եղավ, բայց իջավ ինչ որ կետի կանգնեց ու շարունակում է, չի նշանակում որ մաքսատունը չի աշխատում։ Աշխատում է, ուղղակի այն պիկը չէ, ինչ որ լինելու է։ Ներդրումային քաղաքականությունը այստեղ ըստ էության հոգուտ քաղաքի է։ Ներդրումային ծրագրեր սպասելիք եւ որպես ներդրումային ծրագիր խոսքը Վառեն Մարեմի շենքի շինարարության մասն էր։ Ինչի է դադարեցվել, պարոն Արուշանյան։ Ճիշտ ասած չեմ կարող ասել։ Քաղաքական ենթատեքստ կա, թե չկա։ Երեք հարցազրույցի մեջ լսեցի, որ խոսում էր օրենքի մասին, որ հիմնադրամները, որոնք փոխկապակցված են կուսակցությունների հետ, իրենք այդքան էլ իրանք իրավունք չունեն բարեգործություն անելու, բայց այդ Վառեմարի մասով զարմացա մենք շնորհենք որպես այդպիսի ընթացիկ շինարարություններ ու այդ մասով էլ կուզեմ ասել, եթե հիշեք դեր ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցել այդ Վառեն Մարեմի շենքի գործընթացի մեջ, որովհետև այդ շենքը կառավարությանը չէր։ Ներողություն քաղաքապետարանը չէր, մի որ ներկայացվում է, էլի ստացվում է որ հարցազրույցը գնում է դեպի քաղաքապետարան, բայց ամեն դեպքում շենքը կառավարությանն էր, կառավարությունը տվել էր սինոպսիսին, մենք նախարարների այդ քննարկումների արդյունքում, պետգույքի ղեկավարի այդ քննարկումների արդյունքում, հրապարակումները ամբողջությամբ նույն Տաշիր հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ մենք կազմակերպել եմ ունեցել ենք մենք այնտեղ ու կառավարության մեկ որոշումով սինոպսիսի խզվել է սինոպսիսի այդ պայմանավորվածությունը տրվել է Տաշիր հիմնադրամին շենք կառուցելու այդ ժամանակ նաև խոսվել է որ մասնավորեցման մասին խոսք չի կարող գնալ, այդ մնում է պետգույքին կամ քաղաքին, ամեն դեպքում քաղաքինն է, բայց պատկանելությունը իրավական հիմի էլ ինքը կառավարության շենք է, պետգույքի շենք է, քաղաքապետարանի տիրապետության տակ շենք չէ, եւ ես որբիսի պարզ ասեմ հարատևությունը չոդարվելու պահպանեմ, առաջարկել եմ ու եթե չեմ սխալվում նշվածել է կառավարության այդ բանի մեջ, պայմանագրի մեջ, որ այդտեղ տեղափոխվի մեր Մգրճյանի թանգարանը եւ կարողանանք նաեւ այլ թանգարան տեղափոխել այդտեղ, այդ ներդրումային ծրագիր որպես այդպեսի չէի համարի, ինքը մեր քաղաքի համար է, որը ի սկզբանե կազմվել էին նաեւ
Տաշիր հիմնադրամի ներկայացուցիչները մեր հետ։ Այսինքն դադարեցվել է պատճառը։ Գուցեև հենց այդ օրենքն ու մեջբերումն արվեց այդ օրենքից, բայց իրավական մասով չեմ կարող ասել, եթե իրականում այդ օրենքն է պատճառը, որ բան է, 2 ամիս հետո մանավանդ եղանակային պայմաններն է թույլ չի տալիս ընդրություններից հետո, եթե ցանկություն ունենան շարունակելու Տաշիր հիմնադրամի իհարկե իրանք շարունակեն, բայց իմ կարծիքով իրանք շարունակելու են ավարտին հասցնել ու մենք ունենալու ենք այդտեղ մեր Մկրտչյանի տուն-թանգարան։ Կապսի ջրամբարի շինարարությունը շարունակություն ունենալու է։ Կապսի ջրամբարի շինարարության մասով մենք ֆինանսավորումը գիտեք էլի Գերմանիայի Հանրապետության վզեբի միջոցով էր, մենք այդտեղ որևէ խնդիր չունենք եւ այդտեղ ուղղակի շինարարի հետ կապված հարցեր առաջացել, խզվել է շինարարի հետ պայմանագիրը, նոր աշխատանքներ են տարվելու։ Շինարարված էր աշխատում, թե ինչ-որ այլ պատճառներ կային միջպետական ինչ-որ։ Շինարարը օդար երկրացիներ են, միջպետական որևէ խնդիր այդտեղ չունենք, ուղղակի շինարարը երևի թե իրեն ծավալից մեծ աշխատանք էր վերցրել ու չէր կարողացել շարունակել։ Դպրոցաշինություն ունենք նոր սկսվող 26 թվականին, թե անավարտները եւ նոր կառուցվողներն ենք ավարտում 26 թվականին նոր սկսվող չունենք։ Չէ, մենք մեր կառավարության նախընտրական ծրագիրը արդեն հասել ենք այդ կետին 500 մանկապարտեզ 300 դպրոց եւ մի մարզպետարան աշխատանքներ տանում հաջորդ 500-ի ու հաջորդ 300-ի մասով։ Հաջորդ տարվա համար 27-ի համար է։ Չէ, այս տարի ենք գործընթացներ կանում, նաեւ կան այնտեղ այլ դպրոցներ, որոնք դեռ բնականաբար չեն ավարտվել, այդ ենք ավարտելու, բայց միևնույն ժամանակ աշխատանք տանում ենք նորեր սկսելու թե հիմնանորոգման, թե կառուցման։ Այսինքն 26 թվականին մենք նոր դպրոցների հիմնանորոգման մասով կունենանք, կառուցման մասով հստակ հիմի չեմ կարող ասել, որտեղ մենք աշխատանքներ են տանում, թե կոնկրետ որի մասին է խոսքը լինելու։ Որոնց ավելի ճիշտ այդպես ասեմ, որտեղ մեկը չէ, մեր անելուց մի քիչ շատ են կանում։ Պարոն Արոշյանյան, 229 դպրոցներ փակելու մասին շրջանառվող օրեր նշվում է 48 դպրոց միայն Շիրակի մարզից է փակվելու։ Իդեպ մեկը Գյումրիի դպրոց է։ Կարող եք կանխնազերծել, որ դպրոցի մասն է, խոսքը որ փակվելու է։ Նախ տրամաբանությունը շատ սխալ է, որտեղ մենք դպրոց չենք փակում, մենք դպրոց կառուցում ենք։ Ու եթե կա 3 գյուղ, որոնցից մեկը 3-ում էլ դպրոց չկա, ու մենք կառուցում ենք օրինակ Քետի պարագայում շատ մեծ ու հիասքանչ դպրոց, այդտեղ ասել, որ մենք դպրոց ենք փակում, ես չի համաձայնվի, հակառակը մենք դպրոց ենք բացում ու դպրոց ենք կառուցում։ Ինչ տարբերությունն է դպրոցը Քետիի երեխաներին չէ միայն, նաև այն հարակից գյուղերի երեխաներին է, որոնք գնալու են Քետիի դպրոց։ Հիմա այդ երեխեքի համար մենք դպրոց ենք կառուցել, թե դպրոց ենք փակել։ Այդ բնորոշումների մեջ ես համաձայն չեմ միանշանակ ընդդիմադիր մեր գործընկերների հետ, որտեվ ել եմ ասում, մենք դպրոց կառուցում ենք, երբևիցե որևէ դպրոց չենք փակում։ Այն դպրոցները, որոնք այդ գյուղում ուղղակի 10-20 աշակերտով շատ անմխիթար վիճակով դպրոցներ են, որովհետեւ այդպեսի հետ կանել չի կարելի դպրոց համարել, որտեղ մեր երեխեքը այդտեղ ոչ կարողանում են նորմալ կրթություն ստանալ, ոչ նորմալ առողջապահական սանիտարական պայմաններ կան, ու մենք այդ երեխեքի համար հենց այդ երեխեքի համար դպրոց ենք կառուցում։ Ու մենք երբևիցե դպրոց չենք փակում, այլ դպրոց բացում ենք ու կառուցում։ Այն բնակավայրերում, որոնց աշակերտները գնալու են կլաստերային դպրոցներ, բնակավայրերի մարդիկ ասում են դպրոց չեղավ, տներն է կփակեն, կգնանք։ Այդ փորձը ցույց է տալիս, որ այդպես չի, որովհետև վստահ եմ, որ հենց այդ գյուղերում, որտեղ նման արտահայտությունները արվում է, այդ գյուղերի բնակչությունը երևի 50%-ով նվազել է, այնտեղ դպրոցն եղել է, բայց այդ մարդիկ գնացել են։ Շատերը գյուղերից ինչ են գնացել, դպրոցը կար, ինչի թողեցին գնացել։ Նույնիսկ կային այդ վստահ եմ, որ կլինեն գյուղում բնակող մարդիկ, որոնք հենց այդ դպրոցի պատճառով են գնացել, որովհետև դպրոցը չի ունեցել ամենամինիմալ պայմանները, ջեռուցումը, սպորտ տալիջը եւ չի ունեցել կյանքի որակի բարելավումը։ Դրա համար իրենք գնացել են Գյումրի, գնացել են Երևան, որովհետեւ իրենց երեխեքը ավելի լավ դպրոցներ կնան։ Հիմա մենք այդ գյուղերի մեջ դպրոցներ են կառուցում ու որովհետեւ այդ երեխեքը կարողանան մնան գյուղում, սովորեն գյուղում ու հենց իրենց արժանի մենք շիրակցիներս, մենք գյումրեցիներս պայքարելու մասին ենք, վերհառնելու մասին ենք, ու այն գյուղերը, որոնք դատարկվել են, այն քաղաքի բնակիչները, որոնք գնացել են, որովհետև առողջապահության խնդիր են ունեցել, կրթության խնդիր են ունեցել, ոչ մեկ իր հավեսի համար չի գնացել, ոչ գյուղից, ոչ անց Գյումրին երկրաշարժից հետո վերաբրած քաղաքի այդ գյումրեցիներն են արել։
այդ գյումրեցիների ջանքերով է եղել, իրանք ապրծել են նորից քաղաքը։ Նույնը մեր գյուղի ժողովուրդն է, որոնք ապրեցնում են իրենց գյուղերը։ Մենք պայմաններ ենք ստեղծում այդ մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու։ Իհարկե մեր գյումրեցիները կասեն, որ թերացել է պարոն Արուշյանյան, այդքան էլ լավը չի Գյումրու պայմաններ, ես միանշանակ իրենց հետ համաձայն եմ, որովհետև իրենց միջի մեկ գյումրեցին է։ Որ դպրոցի մասներ Գյումրիի չասեցիք։ Կա այդպիսի դպրոց, որը միավորման Հիմի դպրոցի համարը չեմ ասի, բայց այդ դպրոցը ունի 20-25 աշակերտ, շատ քիչ են աշակերտների քանակը, ու էլի չի փակվում, ուղղակի միանում է այլ դպրոցի։ Մենք այն կառավարությունը, որ մանկավարժների աշխատավարձները 400,000, 500,000, 700,000, 200,000 աշխատավարձ տվող կառավարությունը, 1,5 միլիարդ ամեն գյուղի համար դպրոց կառուցող կառավարությանը չի կարելի ասել, որ մենք փակում ենք դպրոցներ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Տեսանկյան հյուրներ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։